Շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի է, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսք ունեիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էր։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպիսի բան մտքովս չի անցել, որ կարդարացնի։ Ինչ էիք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փոշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա իմ կողմից, ես էնում տանը մայրիկիս ծնունդն արել, իսել է թերաստացուցով նայում, տեսեմ ինքը հեծանիվի չջնում է, ինչ խաշլամա է ուտում, ինչ ասա կանալը փոխի, դուրս եկա բալկոնու տեսա կաղմած, ստում ես ինքն է, ժայնացի, ճիսն ասած կարտոշկա է, կարտոշկան չշարեցի, խնձերու մոտիկար խնձեր ծրեց։ Մերսի։ Շնորհակալություն, սպասելի է ձեզ համար։ Ճիշտն ասած չէ։ Չեմ կարող ասել։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ, չհասկացա։ Չհասկացա, բենքիս փաստաբանը ասեց, որ ասեցի բանարա ինձ բացատրի։ Չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անա ինքը ես չեմ ուզում մարդի հետևից զրույցան։ Եթե ինքը զրույցն անելի, ես ուրան մի բառ զրույցն եմ, սուդավստում կանեմ։ Կասեք մեզ, օրինակ սուդավստում ինչ կանը, ինչ զրույց կանեք։ Ինչ կանե, կասեի, որ հրաժարական տուր գնայ ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիների։ Ինքը չի գցել ես օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել են կնկել։ Առաջին մեղավորը ինքն է։ Դրա համար ես իրան հարգում չեմ։ Նույնակ։ Իրան են ԿՊ իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկնով էր, ես դաժե Հայաստան ցույցեցի Երևան ասում եմ վեր այդ մարդը դրա հարկավերա անցանին վեր այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն։ Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլագնում։ 8 հոգի 3 սենյականոց։ Վարձո։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատող։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեր բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եք։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին է ասիմ, մի քիչ աննորմալ ալի։ Մինակ ես չում, ասի արցախցիներն է ողով մեծ մասը աննորմալ ալի։ Գիշերն են չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Միջան հիմա չենք կարում հարմարվենք։